Եվ սիրելի հայրենակիցներ, ինչպես եւ ես խոսք էի տվել, շփվելու ենք եւ մեր հարցերն ենք ուղղելու Արմենին, քաղաքացու, որը որ դիմել է մեզ, որը որ Սերժա-Քոչանյան բանդայի ժամանակ զրկանքներ ա կրել, որը որ ձեր նման եղել է մեր նման տուժողի կարգավիճակում եւ ինչն է շատ կարեւոր մեր այս բացահայտումների, որ մենք պատրաստ ենք բոլորին տրամադրել եթեր։ Այն մարդկանց նկատմամբ ում հանդեպ անարդար են գտնվել, ինչ դուք ուղղակի չեք պատկերացնում թե ինչեր են սրանք ընդունակ եւ այդ իսկ պատճառով մենք այսօր զրուցելու ենք Արմենի հետ, բարև ձեզ Արմեն, շնորհակալ եմ որ ընդունեցիք մեր հրավերը եւ Արմեն ես կխնդրեմ դուք որպես քաղաքացի, որովհետեւ ես երբ որ բացահայտում եմ մի երկու հատ շիստյորկա fake մեկ կան սրանց որ մտնում գրում են ինչ որ Դուբայում գնացել նկարել ենք աշխատողը տան եկել է ասում է Քոչանյանին ու Ալիևին ստե տեսել եմ հնդիկը ասում են իրանը չի հիմա դրա համար ուզում եմ որ մեր քաղաքացիները մեր տուժողները գան ներկայացնեն որ մենք մեր հայ ժողովրդի աչքերը բացենք որ իմանան այս ազգը ինչից է պրծե այս վիճվածքները թե ովքեր են ես կխնդրեմ դուք շատ հակիրճ պատմեք ձեր պատմությունը թե ինչ են արել ձեր նկատմամբ տարիներ շարունակ ասեմ Արամ ջան ուրեմն Ռոբերտ Քոչարյանի ժամանակից մինչ օրս այս ռոբոսերժական բանդան մայրիկիս սպանել են մինչ օրս դիական հայտա որտեղ է ոչ գերեզման կա ոչ բան կա ինչ որ փաստաթղթեր են կեղծ սարքել մեր ընդհանուր համատեղ սեփականությունը խլել են ինձնից ուրեմն 2005-6 թվականներին 4 թվականներից ես զբաղվում եմ այս հարցով մինչ օրս ես հարկանշեմ նախքան իմ բանը շարունակելը նշեմ որ ժողովուրդը իմանա ոչ թե ասենք դուք դրանց դեմ եք դրա համար եք ինձ եթեր տրամադրել ես նշեմ հարգելի դիտորդներ դիմել եմ TV5-ին դիմել եմ ռոբոսերժական այդ ծախված ծախու լրագրողներին մերժել են ինձ ուրեմն եթեր տրամադրել Արամը համաձայնվեց եթեր տրամադրել դրա համար ոչ թե ինչ որ միտում կա ինչ որ մեկի չգիտեմ ինչ եթերն է ոչ ով ինձ տրամադրում է Արմեն ջան տեսեք մերը ժողովրդի եթերն է այո մենք ազատ ենք ուրեմն ժողովուրդ ջան սուրանգյունը հրաժարվեց հանցանքի հետքով հաղորդումը հրաժարվեց որոնց հովանավորներն են հենց ումից որ բողոքում եմ դրանք են հենց հանցանքի հետքով հաղորդման հովանավորները հանցագործներն են պաշտոնյաները հանցագործ դատախազություն ոստիկանություն հակակոռուպցիոն այդ կաշառակեր հանցագործները շարունակեմ ուրեմն խլել են իմ բնակարանը ես 2003 թվականից անօթևան եմ ոչ սոցնպաստ են տվել գրպանել են ոչ օգնություն են տրամադրել դիմել եմ հանրապետականի սերժարոբական այդ խունտային Կարեն Ավակյան երիտասարդական թևի Աշոտյան Էնշան Մազովը այն մի հատ բուղակարելի դրանց հետ դիմել եմ Գալուստ Սահակյանին բոլորին հանրապետականը բոլորին ռոբոսերժական խունտային են Կոստանյան բանը որ կար Գևորիկը էդի բանում էր նախագահականում էր մի ժամանակ խոսք տվեցին ինձի Զեյթունի վրա երկու հատ սոց բնակարան շենքերին հարգանի բնակարան ընդ տրամադրեն էդ էլ ծախին կերան չտրամադրին ինձ սպասեցնել տվին մինչև պատրաստվի որ տան էդ էլ ծախին կերան այնքան անկուշտ այնքան ագահ թուրքից վերան են դրանք թուրքը 15 թվին ինչ արել է դրանք կատարել են իրանց իշխանության ժամանակ ժողովրդի հետ այսինքն թուրքը ինչ էր անում 15 թվին տները խլում էր մարդկանց հանում գցում էր փողոցները անապատները սրանք նույնը սպանել են մորս մեր սեփական բնակարանը խլել են ընձի հանեկցել են փողոցները ու ոչ մի բան չեն անում թողել են ինքնաոս շարունակեմ ուրեմն դիմում եմ մինչ օրս իրավապահ մարմիններին ժամանակին Արամյան Արամը Արաբկիրի քնչականն էր ոստիկանության քննիչն էր
կաշառքի դիմաց կոծկեց մորը սպանության եւ մեր բնակարանի սեփականության հանդեպ ոտնձգությունները, իմ դեմ կատարված խոշտանգումները, բոլորը կոծկեց կաշառքի դիմաց։ Այսօր ինքը գլխավոր դատախազի տեղակալն է։ Դրանից հետո Խանզադյան Վահանը Արաբկիրի դատախազությունում նորից քրեական գործ հարուցեցին, որը կոծկեց նոտար Էմա Շաբոյանի կողմից կաշառք բերեց տվեց Դանելյան Գևորին, որը Աղվան Հովսեփյանի տեղակալն էր, գլխավոր դատախազի տեղակալը։ Նոտարը մտավ, մուծվեց, դուրս եկավ, Դանելյան Գևորը զանգեց Կոստանյանին, գործը կոծկեցին։ Դա այն Կոստանյան Վահանն է, որը Թամամյանի հետ կոծկել էին սպանության գործը կաշառքի դիմաց։ Դատվեցին, բայց չպատժվեցին։ Այդ ձևները չեն պատժվում։ Պատժվելու են Արմեն, բայց ես կխնդրեմ դուք մի շատ կարևոր փաստ եւս նշեք։ Մենք երբ զրուցում էինք, դուք նշեցիք, որ նախագահական բարոյական կուսակցությունում սպասում էիք, որ Սերժիկին նամակ տայք, ուտեղ միջադեպ տեղ ունեցավ։ Այո, ես սպասում էի։ Պորնիկի տղա մեքենայից դուրս եկավ ու ձեզ վիրավորեց։ Խնդրում եմ այդ դեպքը մի հատ դուք ներկայացրեք, որ մենք ցույց տանք այդ բենզինիստ, այդ նարկոմանին, որ ասում է՝ «Խի այդ երկրում ինչ էր եղել, որ այ նարկոման քո ավտոյի մեջից մարդ է ելում քաղաքացուն վիրավորում, դրանից է խաբար չես եղել»։ Այ կեղտ։ Նախագահի մեքենան Դեմիրճյան փողոցով որ գալիս էր Սերժիկ Սարգսյանի նախագահության տարին։ Այո, Սերժի ժամանակ Հայրապետով Գրիշը ինձ անձամբ ճանաչում է ողորմածիկը, հոյակապ անձնավորություններ, բայց ձեռը ինչ կար։ Ուրեմն մեքենան հերթական անգամ թուղթը ձեռս կանգնած եմ դիմումս, որ հանձնեմ անձամբ նախագահին, որովհետև այն վաղ զեկուցում էին սախ սուտ բաներ, աղավաղում էին պատմությունը։ Վերջը մեքենան կանգնեց, Գրիշը նորից դուրս եկավ ու հետևի դուռը բացվավ, որտեղ նախագահն է նստում։ Դուրս եկավ մի հատ լատիրակ, մի հատ բիջ, ես իմում բիջն էր։ Ընձի սենց անում, մի հատ էլ անցնելուց տեսա թե կայնացես ոտերդ կջարդեմ։ Ասի այդքան կաս արի ջարդի արա։ Հա։ Բան արեց, քայլ արեց դեպի ինձ, որ պետք է բերանը ջարդեի, Գրիշը թևը բռնեց Հայրապետովը։ Քաշեց, ասեց նստի մեքենան գնա մեր մոտիկներից է։ Նստան, գնացին մտան նախագահական։ Դրանք այդ ձև էին մարդկանց հարցերը լուծում։ Ծեծելով, ջարդելով, սպանելով, գնդակա արելով, տանել կորցնելով, քանի հոգու այն Արայի տիրոջը, որ Յանի բաներ արե, ինքնասպանություններ արե, իր անձնական ատրճանակը աթոռիտակ դրած մի հատ ուրիշ ատրճանակ էին գցել դրանով, որ ինքը Իրանը ունի, նրանով խեղակարակում, ապուշները։ Վերջը, ժողովուրդ ջան, ես Ռոբա Սերժականի այդ կառավարման ժամանակների զոհն եմ։ Եթե դուք պետք է նորից գնաք դրանց ձայն տակ, դե ինչ ասեմ, դուք հայ ազգի թշնամին եք ուրեմն, դուք մոռացել եք մերժեցիք Սերժին ինչի համար, ուզում եք նորից հետ գան, նորից նույնը կատարեն ձեր հետ, հա։ Ես քարոզ չեմ անում, ես ասում եմ իրականությունը։ Ուրեմն ինչ է կատարվում։ Իմ բողոքներով ես զզվացնում եմ սրանց, Աղվան Հովսեփյանը իր ախրանիկներով հրաման տալի իր ախրանիկներին, այն արգամ կար մի հատ աբարանցի իր վարորդը։ Այս արգամը ուրեմն ախրանիկներով ին վրա մահափորձ են կատարում Մալաթիայի շուկայում, դանակահարում են ինձ ու այդ գործը կոծկվում է։ Կոծկողն էլ այն ժամանակ Մալաթիայի օպեր Արտակ Պողոսյանն էր, որը այսօր հակակոռուպցիոնի ուրեմն Մոսկովյանի վրա հակակոռուպցիոնի ղեկավարն է։ Նախքին բոլոր հանցագործները այսօր ավելի բարձր պաշտոնյաներում են, ես չեմ կարող արդյունքի հասնեմ, արդարադատություն իրականացնեն, արդարության չեմ կարող հասնեմ, որովհետև նույն Ռոբա Սերժական այդ խունտան մինչ օրս պաշտոնների է, ավելի բարձր պաշտոնների է, ուրեմն իմ բազմաթիվ հաղորդումները կոծկվում է, ամբողջ իրավական համակարգը զբաղված է կոռուպցիոն անբարոյական գործնեությամբ։ Եվ ընդ որում միտումնավոր Արմեն, միտումնավոր։ Ու դա արվում է ուրեմն միտումնավոր, որովհետև դրանք սախ սերժարոբական այդ խունտան է, ասենք ձեր հանդեպ ժողովուրդ ջան, եթե անօրինական վճիռներ է կայացվում, քրեական գործերը վարույթները կարճվում է, չեն չհասնում տեղ, դա ձեզ դրթում են, ձեզ ինադու է արվում, որ դուք այսօրվա վարչապետին նորից չընտրեք։
դա միտումնավոր է արվում։ Իսկ ես ձեզ մի բան էլ կասեմ, մենք վարչապետը բոլորիս հարցերով չի կարա թողի ամեն ինչ զբաղվի այդ հարցերով։ Մենք պետքա ով որ ռոբասերժական այդ բանդայից տուժված է, նրանց զոհնա, եկեք միանանք, մենք էլ մեր հերթին մի բան անենք, մեր տեղը ոչ մեկ մեզ չի օգնելու, հասկանում եք։ Դուք էլ պետքա հասկանաք, մարդիկ կան ուզում են բարձրաձայնեն, երբ գալիս է այն օրը, որ պետքա արդեն լրագրողը գալիս է բարձրաձայնի, հետ են բանանում, զատնի են գցում, վախենում են ինչ-որ եղել եք բազմիցս Արմեն, որ խոսում են, հաստում են տաղավար, ասում են կընկնի հետևից ես, ասում են մենք նստած երաշխիք ենք քեզ, որ դու խնդիր չունես այս երկրում, բայց արտահայտվի, ասա, որ գնանք այդ ամեն ինչի հետևից։ Այո, մի վախեցեք, բարձրաձայնեք, դուք էլ ձեզ պետքա պաշտպանեք, ինձ չի որ հավիճուտ չեք։ Նիկոլ ջան արի օգնի, Նիկոլն ինչ անի, եթե դու վախենում ես, ձեն չես անում, չես բարձրաձայնում։ Ես դիմում եմ նաև Տիկին Վարդապետյանին, Տիկին Վարդապետյան, ձեր տեղակալ Արամյան Արամը կաշառակ էր, կոռումպացված հանցագործ է։ Մայրիկիս սպանության գործը, եթե մայրիկիս չի ծնվե, ուխտը թքել է, այդ թքից է ինքը առաջացել, հասկանում եք։ Այս ընթացքում նաև ասեմ ձեզ, ես եղել եմ ուրեմն ընդդիմադիրը սերժարոբական այդ խունտայի ժամանակ, ես նրանց ընդդիմադիրն եմ եղել, ին վրա քրեական գործ են շինծու հարուցել, որը ի կատարած է դատավոր մնացական Մարտիրոսյանը, ասեմ ձեզ, ով չգիտի, այդ դատավորը քաղաքական գործերն էր իրականացնում պատվերով Սերժի կողմից։ Նիկոլ Փաշինյանի դատը ինքն է արել, Նիկոլ Փաշինյանին, որ դատապարտեցին այն ժամանակ քաղաքական, ինձ էլ դատապարտեցելի այդ նույն մնացական Մարտիրոսյանը 5 տարով քաղաքական հոդված դնելով վրես։ Ինչ ասեմ, այնքան բան կա ասելու, շատ բան կա, եթերը ժամանակը չի հերիքում։ Մինչ օրս դիմում եմ, կոծկվում ամեն ինչ, կոռումպացված այդ ամբողջ իրավական համակարգը մինչև չմաքրվի քոքից, դրանցից այդ մինչև չմաքրվի, ում ուզում եք ընտրեք ժողովուրդ, ում ուզում եք, ընձել ընտրեք, չեմ կարա ոչ մի բան անեմ, Վազգենին ոնց խփեցին, դրանց ձեռն է ամեն ինչ իշխանությունը, հիմա խոսքի հասկանում եք ինչա կատարվում, որ դրանք են մնացել այդ հիները պաշտոնների։ Եվ ուզում են ռևանշի հասնեն Արմեն։ Եվ Արմեն, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ես նշեմ սիրելի հայրենակիցներ, որ մենք ապագայում ձեզ հետ կապված առանձին արդեն նկարահանում հաղորդում կիրականացնենք, որտեղ դուք ավելի մանրամասն անձամբ դուք կներկայացնեք պատմությունը ձեր, ոնց է եղել ավելի մանրակրկիտ եւ որպես վերջի խոսք ինչ ունեք ավելացնելու, ես տեսա, որ դուք դիմեցիք մեր ժողովրդին, որ աչքերը բացվի մեր ժողովրդի, որը որ մենք մինչև հունիսի 7-ը կիրականացնենք, բայց որպես վերջաբան Արմեն, խնդրեմ դուք նաև ինչ կոչ հորդոր ունեք մեր սիրելի հայրենակիցներին եւ ես ուզում եմ դիմեմ ուրեմն Տիկին Վարդապետյանին, գլխավոր դատախազին, հակակոռուպցիոնի նախագահին, քննչական կոմիտեի նախագահին, ուրեմն հարկ է նշել նաև քննչական կոմիտեի նախագահի տեղակալին Հայվազյանը, որը ոստիկանության քրեական հետախուզությունում էր նորից գործը կոծկեց, հիմա քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է, Նաիրա Հովսեփյան դատավորը, որը Վճռաբեկի նախագահ դարավ, այն վաղ Շնգավիթի դատավորն էր, կաշառք էր պահանջում, որ գործին ընթացք տար։ Ուրեմն նշեմ, այսօր աշխատում է նաև Հայկ Հարությունյանը, ոստիկանապետը, որ վախկոտի նման ինքն իրան ինքնասպանություն գործեց, որ չբացահայտի մարտի 1-ի դեպքերը կոծկեց, հետո տարավ, նշեմ նրա եղբայրը Լյովա Գրիգորյանը, Վերաքննիչ դատարանի քաղաքացիական գործերով դատավորն է, որ անձնից $3000 կաշառք պահանջեց, որ իմ հանդեպ վճիռ կայացնի դրական օրենքով, սահմանված կարգով, ասեմ ձեզ։ Դա որ թվականին Արմեն։ 2005-6 թվականներին։ Ռոբերտ Քոչարյանի ծաղկունքի իրան ծաղկուն, ասեմ, հա, ամենակարևորը նաև մեր ժողովրդին ասեմ, 100%, ես իմ ամեն ասածի համար պատասխան եմ տալի ժողովուրդ ջան։
ռոբասերժական խունտայի ժամանակ, նրանց իշխանության ժամանակ ոչ մի դատական ակտ առանց կաշառքի չէր, կամ են կողմներ, ուրեմն ազնից լավ գիտեք, ուրեմն դատեր կար 20 անգամ ֆռում էր, գցում էին կարուսել, փող կլպելու համար, գնում հասնում էր վճռաբեկ, բեկամում իջնում էր ներքև, նորից փող պետք է տայր, որ ի օգուտ քեզ վճր, ու այդը ֆռստում էին մինչև փողակամ էին անում մարդուն, փող աշխատել, բիզնես էին սարքի, արդարադատությունը, ուրեմն դրանից հետո այդ վերաքննիչի վճիռը իդեմաս հասեմ, պարոն Մուկուչյանը այն ժամանակ դատական ալիք էր վարում արդարադատության փոխնախարարներ, ցույց տվեց իրան, ասում է վճիր չի, ասում է թուղթը կեղտոտել է, ուրեմն Լյովա Գրիգորյանը վճիր կայացրեց ի վնաս ինձ, խախտելով սահմանադրության պահանջները եւ օրենքները, ուրեմն գրում է դատարանը ղեկավարվելով քաղորի էսինչ հոդվածի, ուրեմն կայացրեց վճիր, ասեմ ձեզ, այդ հոդվածը որով ղեկավարվել է, իօգուտ ինձ պետք է լինի, բայց նշելով այդ հոդվածով ղեկավարվելով կատարել է այդ հոդվածին հակասող գործողություն, ի վնաս ինձ է կայացրել, որը զարմանում են մինչ օրս, որ փաստաբանին, իրավագետին ցույց եմ տալի, ասում ես ինչ արես։ Արմեն, ես հավաստիացնում եմ ձեզ, որ մենք ապագայում դրանց դիմել եմ վճռաբեկ դրանից հետո բողոքարկել եմ վճռաբեկ։ Մկրտումյան Արմանը, այն կաշառակեր հանցագործ, այն թուրքը, լամուկը, այդ խախ նույնպես Աբելյան Վարուժը վճռաբեկի քաղաքգործերով դատավորը պալատի $3000 նորից պահանջեց, ասում եմ ինչի համար, ասում եմ որ տունդ ենք հետ ողորմա անում, մաղարիչ էլ չտաս, ասում եմ ես որտից քեզ $3000 տամ այդ տղա, այդ ամեն ինչը ես հայտարարությունները տվել եմ, կանչում են հակակոռուպցիոն ինձ քննիչը, մի անգամ կանչել է, ասում եմ որ չապացուցեցիր դատվելու է սուտ մատնության համար, ասում եմ համաձայն եմ վրես գործ կհարուցեք սուտ մատնության համար, չեն անում, ոչ վին վրա են գործ հարուցում, ոչ էդի մասածն են ապացուցում, նայեք ինչ են անում ուրեմն, իրանք են քննիչը, իրանք պետք է բացահայտեն, ինձ ասում է դու պետք է ապացուցես, ապացուցողը դուք եք, ինձ ես պետք է ապացուցեմ, հերի տեղը ազատի, ես կամ քննիչ ապացուցեմ, արա, եթե դու այդքան չկաս, իրանք ասեմ ամբողջ այդ ոստիկանական այդ պագոնավոր համակարգը զբաղված է լակոտական գործունեությամբ, ինչ ասում են են անում են, ուղեղ պետք չի իրանց, ասում եմ խես գնացել ոստիկանության, ասում եմ դե Արմեն ջան արես չունեմ, ինչ ասեմ են բդի անեմ, մտածել պետք չի թե, ուրեմն իմ այս հաղորդումները ընդունեք որպես հաղորդում առերևույթ հանցագործության մասին, ընթացք տվեք եւ ես իմ ամեն ասածը բերեմ փաստացի ձեզ ապացուցեմ անհերքելի փաստերով, ժողովրդիս էլ ուզում եմ դիմեմ, ժողովուրդ ջան, բգլիկ այդ փորը լցելով չի, ստամոքսին զոր տալով չի, երբ որ այդ ով որ պետքա այս ընտրություններին ընտրի Քոչարյանը սերժական այդ խունտային եւ նրանց են պոչով են լակոտներին, որ դնում են թազա կուսակցություններ են, բացի, որ ձեները հավաքեն ծախեն իրանց, կամ մտնեն իրանց տակ, կամ այդ ձեները հավաքեն մարդկանցից թուրիմացություն, տան իրանց, այդ բոլորը գիտեն, եթե դուք նորից պետք է ընտրեք դրանց, դուք իմ թշնամին եք, դուք ուրեմն ով որ դրանցից զոհա, դրանց զոհնա, դուք նրանց թշնամին եք, նրանց երեխեքը որ զոհվել են, ձեր երեսից են զոհվել, ու վաղը մյուս օր իմացեք, անդրադառնալու է բումերանգի պես ձեր երեխաներն են զոհվելու, այդ ժամանակ ես ուրախանալու եմ, եթե դուք ձեն տակ դրանց։ Շնորհակալ եմ Արմեն եւ մեր գործունեության հիմնական նպատակը կանում է նրանում, որ մենք մեր ժողովրդին ներկայացնենք, թե ով է Ռոբերտ Քոչարյանը, ով է Սերժիկ Սարգսյանը եւ մենք սրանց ձեր հետ միասին, ժողովրդի հետ միասին Արմեն նետելու ենք պատմության սովետաշինի աղբանոց, եւս մեկ անգամ շնորհակալ եմ, մենք ապագայում եւս կհանդիպենք։ Ես եւս շնորհակալություն եմ հայտնում մեր հյուրին, շնորհակալություն Արամ քեզ, շնորհակալություն ձեզ ելերինակիցներ, պետք է խնդրեմ նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերը դիտեք հենց առաջինը, ինչպես նաեւ լայքեք եւ կիսվեք տեսանյութով, որպեսզի թե Հայաստանում, թե Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները դիտեն։ Այսքան ենք նախատեսել այսօրվա համար, բարի եւ խաղաղ գիշերը մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։